Զրուցում եմ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հարցազրույցի այս հրավերը ընդունելու համար, պարոն Սարգսյան, բարդ օրեր ենք ապրում եւ այս իրավիճակում քաղաքական ուժերը նախընտրում են մասնակցել 2026 թվականին, երբ իշխանությունը ձեռնոց է նետել բոլոր ուղղություններով, հասավ մեր հոգեվոր դասին, էլ կեղծ ձայնագրություններ, էլ գաղտնալսումներ, էլ պղծություն մեր եկեղեցիների։ Ինչպես եք դուք տեսնում, որպես հայտնի տարիների փորձ ունեցող քաղաքական գործիչ, ինչպես է հնարավոր այդ անձի հետ 2026 թվականին գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Խնդրեմ։ Ես համոզված եմ, որ մենք հիմա ցավոք սրտի ապրում ենք անբարոյականության միջավայրում, ցավոք սրտի։ Եվ հիմա մեր խնդիրը, ամենագլխավոր խնդիրը պահպանել մեր ազգի, մեր ժողովրդի արժեքային համակարգը այնպիսին, ինչպիսին նա եղել է դարեր շարունակ։ Սա գլխավոր առաջին հարցն է։ Ինչ վերաբերում է թե ոնց է լինելու ընտրություններին մասնակցություն, չի լինելու այդպիսի ընտրություններ, ոնց որ ոմանք պատկերացնում են, որովհետև այսօրվա այդ իշխանության գլխին կանգնածը համոզված է, որ իր վարկանիշը շատ ցածր վարկանիշ է եւ հավանաբար այս ամենը ինչ որ ինքը անում է մի նպատակ ունի բախումներ ձևավորի այսինքն մեր ժողովրդական այդպիսի մի հատվածի դուրս բերի մյուս հատվածի դեմ հայտարարի հատուկ դրություն եւ դրանով երևի թե հետաձգի ընտրությունները ընդհանրապես շատ հնարավոր սցենար է սա որովհետև համոզված է, որ ինքը այս անգամ չի ունենալու, եթե իրոք ընտրությունները արդար լինեն, իրոք կարողանան հատկապես ընդդիմադիր ուժերը միավորվեն, ես չեմ կարծում, որ դա պետք է լինի 15-20 կառույցների, այլ ընդամենը 4-5 ուրեմն կուսակցություն եւ դաշինք, եթե միավորվեն, մեկ միասնական որպես ուրեմն դաշինք, ապա շատ հավանական է, շատ, ես համոզված եմ նրանում, հաղթանակը լինելու է հենց այդ դաշինքին, բայց կրկնում եմ, իհարկե մենք բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, հատկապես impeachment-ի նաև, որպեսզի ընտրությունները լինեն ոչ այս իշխանության օրոք, այսինքն իշխանություն ասելը նրանք էլի կլինեն, բայց այդ դեպքում ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որը պատասխանատվություն վերցնի իր վրա անցկացնելու իրականում այն ընտրությունները, որոնք անհրաժեշտ են երկրում։ Այստեղի խնդիրը ամենագլխավոր հարցը նաև որ մենք այնպիսի մարտահրավերների առջև ենք կանգնած աշխարհաքաղաքական տեսանկյունից, որ հապաղելը մեր կործանումն է եւ ես չգիտեմ, ամոթ եմ զգում, երբ որ նայում եմ, թե օտարերկրացի քաղաքագետ կամ չգիտեմ որևէ մի մարդ ինչպես է հիմա գնահատում հայ ժողովրդին եւ Հայաստանը։ Սա ամենամեծ ցավն է, որը մենք հիմա ունենք։ Դրա համար համոզված ասում եմ, ազգի այն հատվածը, որը իրականում ուղեղները լվացված չեն, հասկանում են ինչի հետ է կապված։ Կապ չունի, թե ինքը հիմա գլուխ կգովա, թե այ տեսեք ինչ դպրոց եմ կառուցել, տեսեք ինչ մանկապարտեզ եմ վերանորոգել, ինչ ասֆալտ եմ փռել, այս ամենը որևէ նշանակություն չունի այն ֆոնի վրա, որը իրականացվում է զուտ քաղաքական եւ համակարգային տեսանկյունից։ Պարոն Սարգսյան, ուղեղները լվանալու մասին եք շեշտում, չեք կարծում, որ այնուհանդերձ դա նրան հաջողվում է։ Այսօր մենք պատկերները, վիդեոները տեսնում ենք, տեսանյութերը, թե ինչ է կատարում այդ ֆեյք պատարագի, այդ կարգալույծի շուրջ, որքան քպեական էր հովանավանք գնացել, մարզպետներից սկսած, գիտեք, այդ Իջևանի, ոստիկանապետերից սկսած, իր կողքին են, եւ ժողովրդին էլ կամ գումարով, կամ կարկուտ ցրող գործիք այդ ինչ-որ մեխանիզմներով, շահագրգռելով բերել են, եւ մարդիկ գնում են, դուք հենց այդ առումով մեծ մտահոգություն չունեք, որ այնպիսի մի իրավիճակում ենք հայտնվել, մեր ժողովուրդն էլ է ցավոք այնքան սխալներ անում, որ թույլ է տալիս, որ օտարի օրակարգն իրականացնողը մինչև վերջ քանդի մեր պետությունը։ Գիտեք, ես մի գիրք եմ գրել 37 թվականի հետ կապված, իմ ընտանիքը վերապրել է այդ ամբողջը։ Եվ ես հիմա ձեզ կարող եմ ասել, որ
միշտ եղել են հասարակության մեջ այնպիսի մարդիկ, որոնք հաճույքով ծառայել են Խազեինին։ Այդ Խազեինը ժամանակի Ստալինն էր եւ նրա շուրջ հավաքվում էին նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ծառայեին եւ պատրաստ էին բոլոր իր հրամանները կատարել, կապ չունի դա օրինական էր, օրինական չէր եւ այլն։ Ես մի միտք եմ այնտեղ նշել, որ Աստված մի արաս է եւս մեկ անգամ մի այդպիսի Խազեին առաջ գա, բոլոր նրանք, ովքեր որ իրենց ներսում սիրիկայություն ունեն, անպայման իրենց այդ բներից դուրս կգան եւ ելի նորից ծառա կդառնան։ Ես ստիպված եմ սա ասում, որովհետեւ այսօրվա իրավիճակը հենց դա է ներկայացնում, դա իրոք այդպես է։ Այսինքն իրենց համար միևնույն է ով է Տերը լինի, միայն Տերը լինի եւ այդ Տերը իրենց ինչ-որ մի բան նվիրի կամ չգիտեմ խոստանա կամ բայց այդ Տերը վաղը կարող է թուրքնել լինել, չէ՞ ինչ տարբերություն։ Այդ չարությունից է, ընդհանուր չարությունից է նրանց նաեւ որոշակի գիտեք մարդը որ սկսում է ուրիշի հանդեպ ունենալ ինչ-որ մի ոչ ցանկալի վերաբերմունք, ինքը իսկապես դառնում է արդեն ծառա մեկ ուրիշի։ Այստեղ է եւ ինձ համար նշանակություն չունի դա մարզպետ է, ով է այդ մարզպետը։ Ինքն է նշանակել իր նմաններին։ Կատարածու է տվյալ դեպքում։ Եվ դա եւ զարմանալ, որ իբր թե նա մարզպետ է, դա ծիծաղել է, էլի, դրանք ինչ մարզպետ, ինչ նախարար, եթե նրանք կարող են կառավարության կազմում մնալ այս պայմաններում, ինձ համար նրանք գոյություն չունեն։ Ուղղակի իշխանական լծակներն իրենց ձեռքում են։ Դե եղել է այդպիսի բան, հանձնել ենք, իշխանություն հանձնելը շատ հեշտ է, հետ վերցնելն է շատ բարդ։ Այո, փաստորեն։ Առավել եւս, երբ որ դու գործ ունես մի մարդու հետ, որը որ բացարձակ ստացել է բոլոր այդ իրավունքները սահմանադրության շնորհիվ, դա էլ ասեմ։ Այո, հիմա պարոն Սարգսյան, ինչ կոչ կանեք մեր ժողովրդին։ Միակ բանն է, եթե իրենց գոնե թողնենք ֆիզիկականը, հոգու անվտանգությունն են ուզում ապահովեն, պարտավոր են գան եւ կանգնեն հայ առաքելական եկեղեցու պաշտպան։ Սա այսօրվա հրամայականն է։ Ուզեք թե չուզեք, այսպես է ստացվել։ Եվ այդ պարագայում է որ պետք է երևա, բայց ոչ թե գնանք բախումների, այլ պատնեշ լինի։ Այնպիսի պատնեշ լինի, որ ուղղակի ոնց որ իր ասելով դուք չունենան գալու այդ պատնեշի վրա։